ում որ դուք ինչ որտեղ ձեր հոգու անկյունում կասկածակ ունեք, որ այդ ազնվորությունը ձեր հանդեպ բարի տրամադրված չէ, երբ որ դուք գիտեք, որ ինքը ներքին խանդ ունի, նախանձ ունի ձեր հանդեպ, որ ինքը ցանկանում է, որ չի ցանկանում, որ դուք լավ լինեք, եւ դուք երբ որ նման մարդուց նվեր եք վերցնում 100%-ից 99%-ը հնարավոր է, որ այդ նվերի վրա կատարված լինի մոգական գործողություն, ծիսակարգ եւ ինքնըստինքյան այդ մարդը ցեզնից խլի ձեր ընտանեկան երջանկությունը, ձեր գեղեցկությունը, ձեր առողջությունը, ձեր ֆինանսական հաջողությունը։ Բացի դրանից, որ նվեր չեք վերցնում, նաև մի կնվիրեք ոչ մեկին ոչ մի բան։ Գիտեք ինչ, նվիրում են, նվերը տալիս են միայն շատ մոտ հարազատ մարդուն։ Ընկեր հասկացողությունը, հատկապես այս տարում ընկերուի հասկացողությունը, ես անգամ բան եմ տեսել, որ ընկերուիները ինձ համար դրանք ուժեղ թշնամիներն են համարվում, քուրը քրոջն է նախանձում, աղբերը աղբորն է նախանձում, ու մնաց ընկերը ընկերոջը կամ ընկերուին ընկերուհուն։ Գիտեք ինչ, եւ դուք մի նվիրեք, հատկապես մի արեք այնպիսի նվեր, որը ձեր ֆինանսական հնարավորությունից բարձր է, այսինքն գիտեք դուք փոքր ֆինանսական հոսքեր ունեք, ձեր աշխատավարձը, ձեր ֆինանսական հնարավորությունը փոքր է, եւ դուք ինչ-ինչ պատճառներով մոդային ճորնորացելությանը զոհգնալով, կոլեկտիվին զոհգնալով, որ կոլեկտիվը բոլորը նվիրում են, հարազատները նվիրում են, դուք եք ցանկանում թանկարժեք նվեր տաք։ Եթե դուք այդ թանկարժեք նվերը տալիս եք եւ անընդհատ մտածում եք, որ մեծ գումար ծախսեցիք այդ նվերի վրա, նման ձևով այդ նեգատիվը գնում է եւ այդ մարդուն, նաեւ դուք հարվածում եք ձեր բիոէներգետիկ դաշտին, դուք ունենալու եք առողջական խնդիրներ, դուք ունենալու եք ֆինանսական խնդիրներ, լավ կլինի փոքր գնողական գին ունեցող առարկա նվիրեք, որը այդ մարդու համար հաճելի կլինի, ոչ թե թանկարժեք իր եւ դուք մտածեք եւ ձեր այդ նեգատիվ մտքերը արժանի այդ մարդը այդ նվերին, թե ոչ ձեր այդ նեգատիվ մտքերով համ այդ մարդուն վնասեք, նաեւ ձեզ, որովհետեւ նեգատիվ մտքերը միանալ այդ մարդուն չեն վնասում, սիրելիներս, այդ նեգատիվ մտքերը վնասում են նաեւ ձեզ։ Եթե զգում եք, որ այդ նվերը ձեր կարողություններին համապատասխան չէ, մի կարեք կամ կատարեք այնպիսի նվեր կտվեք, որը համապատասխան է ձեր ֆինանսական կարողություններին։ Սիրելիներս, որպեսզի դուք ձեր վրա նեգատիվ վեր չվերցնեք, որպեսզի դուք առողջական խնդիրներ չունենաք, ֆինանսական խնդիրներ չունենաք, չի կարելի լսել բամբասանք, չի կարելի մասնակցել բամբասանքին, չի կարելի քննադատել որևէ մեկին, դա չի նշանակում լավն է այդ մարդը, վատն է այդ մարդը։ Գիտեք ինչ, մեր այժմ այնպիսի դար է, սոցիալական ցանցերը ակտիվ են եւ սոցիալական ցանցերը լսված են տարբեր ինֆորմացիայով։ Շատ դեպքերում մարդիկ անկամ պղդորված է մարդու ուղեղը, անկամ կեղծ սդախոս ինֆորմացիա կա, որ մարդու ուղեղը, մարդու հոգեբանությունը աղտոտված է եւ մարդիկ, հատկապես այն մարդիկ, ովքեր որ հեռու են պատմությունից, ովքեր որ տեղեկությունները իրական չգիտեն, իրենք այդ ինֆորմացիայով լցված հարձակվում են այդ մարդու վրա, հայոյանքի խոսքեր է գրվում այդ կոմենտարիաների տակ, մեկնաբանությունների տակ, անեսքի խոսքեր է գրվում այդ մեկնաբանությունների տակ, անընդհատ
վատ բացասական էներգիայով լսված զրույցները, վիճաբանությունները, հայոյանքները, հայոյանքը նույնպես սիրելիներս դա նեգատիվ էներգետիկա է, հայոյելով դու ոչ միայն այդ մարդուն ես վատություն անում, առաջեշտին դու քեզ ես վատություն անում, որովհետև քեզնից է դուրս գալիս այդ հայոյանքը, ցածր վիբրացիա ունեցող այդ բառերը, հայոյանքը դա անեսք է, հայոյանքը դա նեգատիվ էներգետիկա է, ոչ պետք է ուրիշին հայոյեք, ոչ էլ թույլ տաք, որ որևէ մեկը ձեզ հայոյի, հայոյանքը համարվում է անեսքի պես էներգիա ունի, ցածր հաճախականության էներգետիկա, մեր և կանայք են հայոյանքով խոսում, մեր և տղամարդիկ են հայոյանքով խոսում, մեկնաբանությունները մտնում է սա լսված է հայոյանքներով, առանց հասկանալու այդ մարդը ճիշտ է, այդ մարդը սխալ է, բայց նույնիսկ Աստվածաշունչն է ասում մի դատի, մի քննադատի, որպեսզի դու չդատվես։ Եթե դու չես կարողանում լավություն անել մարդուն, չի կարելի, որ ձեր այդ բացասական էներգիան հայոյանքի ձևով, անեսքի ձևով ցույց տալ, որովհետև դու չգիտես այդ մարդը ճիշտ է թե ճիշտ չէ։ Գիտեք ինչ էլի եմ ասում, սոցցանցերը ավելի շատ լսված են ստահոդ լուրերով, ստահոդ տեղեկություններով, քան ճիշտ տեղեկություններով։ Եվ երբ որ դուք սիրելիներս մասնակցում եք այդ հայոյախառն մեկնաբանություններին, այդ վիճաբանություններին, դուք ինքներդ նկատած կլինեք, որ այդ դիսկուսիայից հետո դուք առողջական խնդիրներ եք ունենում, ձեր էներգետիկան, որ պետք է գնա արարչագործական ինչ-որ գործողության համար, ձեր էներգիան պետք է գնա տան մեջ ինչ-որ մաքրություն անելու համար, ինչ-որ ստեղծագործական նկարելու համար, երգելու, պարելու համար, եթե դուք ուշադրություն եք դարձնում, այդ վիճաբանություններից հետո դուք էներգիան ձեր կորցնում եք, որովհետև հայոյանքը, անեսքը, վիճաբանությունը, քննադատությունը, բամբասանքը, դրանք ցածր էներգետիկա ունեցող տատանումներ են, էներգետիկ հոսք են։ Եթե դու դա հաղորդում ես որևէ մեկին, դու չի նշանակում, որ դու լսվում ես ինչ-որ բարձր աստվածային էներգետիկայով, տալիս ես նեգատիվ էլ ստանում ես և դու ես ընկնում այդ իրավիճակի մեջ, դու առողջական խնդիրներ ես ունենում։ Ես շատ մարդիկ գալիս են իմ մոտ և ես տեսնում եմ, որ մարդու բիոէներգետիկ դաշտը ամբողջովին տարած է ցանց, որովհետև ինքը բամբասում է, որովհետև ինքը չարախոսում է, որովհետև ինքը զբարտում է, որովհետև ինքը հայոյում է և հետո ասում է ես վատ եմ, ես առողջական խնդիրներ ունեմ, գլխացավեր ունեմ, իհարկե կունենաս, որովհետև դու օգտագործում ես միայն այդ բացասական էներգետիկան և ինչ տալիս ես, դա ես ստանում հազարապատիկ ձևով, եթե մարդը աղոթք տա, եթե մարդը օրհնանք տա, եթե մարդը բարեմաղթանքներ տա, եթե մարդը մեդիտացիա անի, աղոթի, անկախ նրանից քրիստոնյա է, քրիստոնյա չէ, մուսուլմաններն էլ իրանց աղոթքը ունեն, եթե մարդը բարի էներգիայով լցվի, ինքը բարի էներգիա է հավաքում, ոչ թե հայոյանք, անեսք, ու հետո էլ ասեն ես առողջական խնդիրներ ունեմ։ Իհարկե, եթե դուք մաքրեք ձեր բերանը, եթե դուք մաքրեք ձեր բերանը արտահայտությունները հայոյանքներից, անեսքներից, դուք առողջական խնդիր չեք ունենա, դուք եթե խնդիրները կա, դա կարողանաք վերականգնել և նորից դառնալ այն ազնվորությունը լավ էներգետիկայով։ Չի կարելի հայոյել, չի կարելի անիծել, չի կարելի զբաղվել, չի կարելի նախատել, չի կարելի դատապարտել։ Աստվածաշունչը ասում է, որ այս բերանից, որտեղից դուրս է գալիս միայն աղոթքը, հարմերը, այդտեղից իրավունք չունի դուրս գալու հայոյանքը և անեսքը։ Ինքնըստինքյան եթե մարդը հայոյում է, եթե մարդը անիծում է, եթե մարդը չարախոսում է, ինքը իր վրա բերում է նեգատիվ բացասական էներգիա։
Գիտեք ինչ սիրելիներս չի որբիսի դու